Մայր Հայաստան դաշինքի Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախագիծը նախորդներից շատ տարբերվող չէ։ Նախատեսում են Գյումրիում ներդրում կատարողների համար սահմանել հարկերի ազատում 50%-ի չափով։ Ազատ տնտեսական գոտին նախատեսվում է ստեղծել Գյումրիից Մարմաշեն գյուղ տանող հատվածի մոտ 300 հեկտար տարածքում, $500 միլիոն ներդրումներ են կանխատեսում, ավելի քան 15,000 աշխատատեղ։ Ծրագիրն անշուշտ գայթակղիչ է, բայց ձախողված փորձերն են շատ։ Համաժողովին հեռավար մասնակցող Ռուսաստանի իշխող ուժի պատգամավորն ու փորձագետներն հայտնեցին, որ Գյումրու ազատ տնտեսական գոտում պատրաստ են ներդրումներ կատարել նաև ռուսաստանցի ներդրողները։ Ռուսաստանի համար կարևոր է այն, որ այստեղ է գտնվում 102-րդ ռազմաբազան։ Մենք այս նախագծով հետաքրքրված ենք, որովհետև ցանկանում ենք, որ Գյումրին լինի մի այնպիսի վայր, որտեղ մարդիկ իրենց ավելի լավ զգան ու արժանապատիվ ապրեն։ Սա միայն զինվորականներին չի վերաբերվում, այն տարածքը, որտեղ գտնվում է ռազմաբազան, չի կարող լինել հետամնաց եւ նմանատիպ այլ վայր։ Ես համոզված եմ, որ այսօրվա հայաստանյան ղեկավարությունը նկատի ունեմ առաջին հերթին իշխանություններին, կաջակցեն այս նախագծին, եթե դրան չաջակցեն, ապա այդ դեպքում ինչի համար է ընդհանրապես հայկական պետությունը, իհարկե ասում եմ ամբողջ հարգանք ունենալով հայ գործընկերներից նկատմամբ։ Ռուսաստանցի պատգամավորն ու փորձագետները չխոսեցին այն մասին, թե նախորդ տարիներին, երբ Հայաստանի իշխանությունները ՌԴ իշխանությունների աջակցությունն էին վայելում, ինչու էին ազատ տնտեսական գոտի հիմնելու ձեռնարկները ձախողվում։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, ով Երևանից էր միացել համաժողովին, հայտնեց, որ գաղափարը ծնվել է 88-ի ավերիչ երկրաշարժից հետո։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը 1990 թվականին օրենք էր ընդունել, որի համահեղինակն է ինքը։ Այն նախատեսում էր ազատ տնտեսական գոտու կարգավիճակ տալ Լենինականին։ Ըստ նրա, այսօրվա նախագծի բոլոր տարրերը եղել են այդ օրենքում, նաև Սփյուռքի գործոնը, բայց այն չիրագործվեց։ Մեկ տեղեկատվությունից մյուսին անցումն էլ հավանաբար եղավ հիմնական պատճառը, որ ընդհատվեց կապը արդյունաբերության հետ։ Արտադրական նորամուծությունների փոխանցումը սերնդեսերունդ չկատարվեց։ Հիմա ըստ տնտեսագետի Գյումրին ունի բոլոր ենթակառուցվածքները ազատ տնտեսական գոտի դառնալու համար։ Հիշենք 2001 թվականին նույնիսկ օրենք ընդունվեց Գյումրու մասին, առաջին ընթերցում էլ անցավ, այն հեղինակել էր ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը, երկրորդ ընթերցումը ձախողվեց։ Մի քանի անհաջող փորձեր էլ հետագայում եղան, այս մասին հիշատակեցին նաև բանախոսները։ Երբ ես կարդում էի Գյումրիի մասին, իմացա, որ պարզվում է դեռ ավելի քան 10 տարի առաջ ռուսական գյուղտեխնիկա արտադրող ընկերությունները հետաքրքրված էին, որ իրենց արտադրությունները տեղակայեն Գյումրիում, իսկ հիմա Հայաստանը ինչ կարող է առաջարկել Ռուսաստանին, միայն բարձր տեխնոլոգիաների արտադրություն։ Տեսնում ենք Մեղրիում կա ազատ տնտեսական գոտի, բայց ոչ մի արդյունք չի տվել, քանի ներդրողներ չկան։ Քաղաքական ուժը նախընտրական շրջանում որոշեց հանդես գալ Գյումրիին հարկային արտոնություններ տալու գաղափարով։ Մի շարք երկրների գործարարների հետ են հանդիպել, ասում են Չինաստանի, Իրանի, նաև Ռուսաստանի գործարարները պատրաստ են ներդրումներ անել, բայց նախկինում ձախողումները շատ են եղել, պատճառները տարբեր։ 19 թվականի ձախողումը կապված էր նաև COVID-ի պատճառով եւ սխալ ներդրողների էին հրավիրել այստեղ, իսրայելական բիզնես գործընկերներին հրավիրել, ովքեր հովանավորեցին մեր 44-օրյա պատերազմի ժամանակ մեր թշնամիներին եւ այդ էր հանգամանքը, որ չիրագործվեց, նաեւ կամքի բացակայություն կար, որ այլ ներդրողներ գտնեին, այլ երկրների բիզնես դասի հետ հանդիպումներ կազմակերպեն։ Գործող իշխանությունները արդյոք ունեն այն կամքը, որ թույլ տան այս նախագիծը կյանքի կոչել։ Խնդրի լուծումը թիմ իշխանությունների տիրույթում չէ, բայց տեխնացուի նախընտրական ծրագրում է։ Ինքը հավականին լուծելու հարց չի, բայց եւ հավականին ունի այդտեղ եւ քաղաքացին ունի եւ մենք բոլորս ունենք, որովհետեւ պահանջատիրոջ կարգավիճակով հանդես գալ, ոչ թե խնդրողի կամ դիմողի, սպասողի։
Ռուսաստանցի փորձագետներն ու պատգամավորը հայտարարեցին ՏԻՄ ընտրություններին Մայր Հայաստան դաշինքին ու նրա թեկնածու Կարեն Սիմոնյանին սատարելու մասին։ Գյումրիում համապետական բոլոր ընտրություններին ընդառաջ մոտ 30 տարի նախընտրական թեկնածուների հաղթաթուղթը մշտապես եղել է քաղաքն ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին խոստումները, բայց այդպես էլ որևէ ծրագիր հաջողությամբ չի պսակվել։ Գյումրին շարունակում է մնալ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող քաղաք, Շիրակն էլ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզ։